Բարի օր, սիրելի ռադիոլսողներ, շարունակում ենք մեր մանկական ուսուցողական խրատական պատմվածքների շարքը և այսօր ձեզ համար ընթերցելու եմ նրա ձեռքերը պատմվածքը։ Հարին տխուր կանգնած էր խաղաշրջանից դուրս։ Կիրակնօրյա դպրոցում դասամիջոց էր, բոլոր երեխաները Հարիից բացի խաղում էին։ Ուսուցչուհին նկատելով, որ Հարին չի խաղում մյուս երեխաների հետ, մոտեցավ նրան ու ասաց. «Ինչու չես միանում խաղին, Հարի»։ Հարին նայեց ուսուցչուհուն։ Մի պահ ծանր լռություն տիրեց, ապա տղան շրջվեց ու հեռացավ։ Ուսուցչուհին հետևեց նրան։ «Առանց այդ էլ իմ վիճակը բավական վատ է», վիրավորվեց Հարին։ «Պարտադիր չէ, որ դուք ամեն անգամ ինձ անհանգստացնեք»։ «Ներիր, ես չգիտեի, որ դու չխաղալու համար ինչ-որ հատուկ պատճառ ունես», ասաց ուսուցչուհին։ Վիրավոր հոգու ցավն արտահայտող երկու աչքեր զննում էին ուսուցչուհու դեմքը։ «Դուք չնկատեցի՞ք, որ իմ հագուստը տարբերվում է մյուս երեխաների հագուստից»։ Տղան ցույց տվեց հագուստի աջ կողմի լայն գրպանը։ «Ես երբեք ձեռքս դուրս չեմ հանում գրպանիցս, միայն երբեմն, երբ մոռանում եմ»։ «Ես երբևէ չեմ տեսել քո ձեռքը, Հարի։ Ես իսկապես չգիտեի, որ դու մյուսների նման չես խաղում։ Ես ցավում եմ, եթե վնասել ես ձեռքդ։ Արի գնանք մի կողմ և դու ինձ ցույց կտաս ձեռքդ, ոչ ոք չի տեսնի»։ Հարին դժկամությամբ շրջվեց, ուսուցչուհու հետ գնաց մի անկյուն և ձեռքը դուրս հանեց գրպանից։ Ուսուցչուհու աչքի առջև ապշեցուցիչ տեսարան բացվեց։ Փոքրիկ կոճղի վրա 4 փոքր անոսկր խաղագնդակի չափի մատեր և փոքր-ինչ ավելի մեծ մի կտոր միս բութ մատի փոխարեն։ 11-ամյա տղայի աջ ձեռքը մոտ 2 դյույմ լայնություն և 2,5 դյույմ երկարություն ուներ։ Նրա մյուս ձախ ձեռքը կարճահասակ մարդու ձեռքի չափ էր։ Այն նույնպես թաքնված էր գրպանում։ «Ես այսպես ծնվել եմ», հանդգնորեն ասաց Հարին, «և ես, ճիշտն ասած, չեմ սիրում ձեր դասերը։ Եթե Աստված է ինձ ստեղծել, ապա ես նրան ասում եմ, որ ես չեմ կարողանում անել այն, ինչ անում են մյուս երեխաները»։ Ուսուցչուհու սիրտը տրոփում էր, և աչքերն արցունքոտվեցին։ Նա իրեն շատ անօգնական զգաց։ Հասկացավ, որ տղան շտապ օգնության կարիք ունի։ Հարին հանկարծ մեղմ ձայնով ասաց. «Ես չեմ մեղադրում երեխաներին, որ չեն ցանկանում իմ ձեռքը բռնել խաղաշրջան կազմելու համար, երբ խաղում ենք «Գցիր թաշկինակը» խաղը։ Ոչ ոք չի ուզում դիպչել ինձ»։ Ուսուցչուհին տղայի տձև ձեռքն առավ իր ափերի մեջ և ասաց. «Աստված ուզում է դիպչել քեզ։ Խնդրում եմ, մի ատիր Աստծուն։ Նա քեզ այսպիսի ձեռքեր է տվել, որ դու միշտ մոտ լինես իրեն։ Եթե դու մյուսների նման սովորական ձեռքեր ունենայիր, երևի չէիր իմանա, թե որքան հրաշալի է այն, որ Տերը բռնել է քո ձեռքը։ Դու երբևէ լսել ես, գիտես, թե ինչպես են հովիվները հաճախ կոտրում գառնուկի ոտքը։ Եթե հովիվը կասկածում է, որ գառը կարող է վտանգի ենթարկվել ժայռից ընկնելու կամ մոլորվելով թփուտում, նա կոտրում է այդ գառնուկի ոտքը։ Հետո քնքշորեն վիրակապում է այդ ոտքը և գառնուկին տանում իր հետ։ Այս փոքրիկ գառնուկը ամենալավ խնամքն է ստանում ամբողջ հոտում, և երբ այս փոքրիկ գառնուկը լավանում է, նա շատ լավ է ճանաչում իր հովվի ձայնը և ապաքինվելուց հետո էլ միշտ մնում է հովվի մոտ և չի փախչում նրանից։ Հարի, նախքան քո ծնունդը, մինչև այն, որ դու կմտածեիր Աստծուն հնազանդվել, նա սիրում է քեզ այնքան, որ տվել է այսպիսի ձեռքեր ու մտածել. հիմա Հարին չի կարողանա որևէ բան անել իր կամքով, նա կսպասի, որ ամեն ինչ ես անեմ նրա համար։ Քանի որ նա իմ սրտին մոտ է, ես նրան այնքան կսիրեմ և այնքան հրաշալի բաներ կասեմ, այնպիսի հիանալի միտք ու ջերմ սիրտ կտամ, որ բոլորը կհիանան։ Եվ քանի որ նա հոժար է դրան ու սիրում է ինձ, ես նրան գեղեցիկ ձեռքեր կպարգևեմ։ Ես նոր մարմին կտամ նրան, երբ գա ապրելու ինձ հետ։ Ես նրան որպես իմ զավակի հատուկ պատվի կարժանացնեմ։ Դու մտածե՞լ ես, Հարի, այն բոլոր սքանչելիքների մասին, որ Աստված արել է իր ձեռքերով։ Հիմա էլ Տեր Հիսուս Քրիստոսն է երկնքում, Հայր Աստծու աջ կողմում նստած իր վիրավորված ձեռքերով։
Դու պետք է մեռնեիր և ընդմիշտ խավարի ու ցավի մեջ լինեիր, բայց նա այնքան է սիրում քեզ, որ քո փոխարեն խաչվեց։ Արի կարդանք այն, ինչ գրված է Հովհաննու ավետարանի 10-րդ գլխի 27 խոսքում։ Իմ ոչխարներս իմ ձայնը կլսեն, ու ես ալ զանոնք կճանչնամ ու իմ ետևես կուգան։ Ես անոնց հավիտենական կյանք կուտամ ու հավիտյան պիտի չկորսվին ու մեկը իմ ձեռքես պիտի չհափշտակե զանոնք։ Տես այդ փոքր կավճի կտորը։ Ես այն դնում եմ իմ ափի մեջ։ Հիմա տես, կարող ես բացել ափս։ Հարին իր ուժեղ ձախ ձեռքով փորձեց բացել ուսուցչուհու ձեռքը, բայց ապարդյուն։ Ինչպես կարող եք այդքան ամուր պահել այն։ Որովհետև ձեռքից որևէ բան վերցնելը շատ ավելի դժվար է, քան մի այլ տեղից։ Ձգտիր լինել Տիրոջ ձեռքերի մեջ, և ոչինչ այլևս չի կարողանա քեզ խլել նրանից։ Դու երկու բանի մասին պետք է մտածես, Հարի։ Առաջինը, որ Աստված ուզում է քո ձեռքը բռնել, և երկրորդը, որ նա ուզում է մնաս իր ձեռքում։ Այո, ես պետք է մտածեմ այս մասին։ Կարծում եմ, որ ես Աստծո կարիքն ավելի շատ եմ զգում, քան մյուս երեխաները, ասաց Հարին։ Ուսուցչուհին մի քանի րոպե ևս խոսեց նրա հետ, հետո նրանք ծնկի եկան և աղոթեցին։ Հաջորդ օրը բոլորը սովորում էին Հովհաննու ավետարանի 5-րդ գլխի 24 խոսքը։ Ուսուցչուհին գետնին իրար կողքի երկու մեծ շրջան գծեց։ Մեկի մեջ գրեց մահ, մյուսի մեջ կյանք։ Երեխաները հերթով կանգնում էին մահ շրջանի մեջ, անգիր արտասանում աստվածաշնչյան խոսքը, հետո անցնում կյանք շրջանի մեջ։ 10-ից ավելի երեխաներ վարժ արտասանելով աստվածաշնչյան խոսքը մահ շրջանից անցան կյանք շրջանի մեջ։ Եկավ Հարիի հերթը։ Նա միանգամից կանգնեց կյանք շրջանի մեջ և ասաց. Ինձ պետք չէ մտնել մահ շրջանի մեջ, որովհետև ես 3 կյանք եմ մտել։ Աստված բռնել է իմ ձեռքը ու ես այլևս չեմ ամաչում իմ ձեռքից։ Հարին բարձրացրեց ձեռքը և ասաց. Եթե ձեզ համար հետաքրքիր էր այն տեսնելը, տեսեք, դուք այլևս չեք կարող ծաղրել ինձ, որովհետև Աստված ինձ նորը կպարգևի, երբ գա։ Խնդրում եմ, մի կարծեք, թե սա ծիծաղելի կամ սարսափելի ձեռք է։ Այնուհետև Հարին բարձրացրեց իր մեծ ափը։ Իսկ այս բռունցքը այլևս երբեք չի հարվածի ձեզ ինձ ծաղրելու համար։ Կարծում եմ, ես այսպես կարող եմ հանգիստ ապրել, և դուք էլ չեք կարող վիրավորել ինձ, որովհետև ես Տիրոջ ձեռքերում եմ։ Հետո նա թեքվեց դեպի ուսուցչուհին ու ասաց. Չեք կարծում, որ հիմա կարելի է աղոթել։ Խմբում շշուկ անցավ։ Ուսուցչուհին ապշած լռում էր։ Հարին զգաց, որ ինքն առաջինը պետք է աղոթի։ Նա ասաց. Օ Տեր Աստված, որքան լավ է լինել քո ձեռքերի մեջ։ Դու զոհվել ես Գողգոթայում խաչվելով մեր մեղքերի համար։ Տեր, աղաչում եմ, արա այնպես, որ մենք բոլորս հավատանք դրան, Հիսուսի սիրով, ամեն։ Եվ վերջում, որպես վերջաբան, ուզում եմ կարդալ աստվածաշնչյան այս խոսքերը Հոբի գլխից, որ ամեն ապրողի անձը ու բոլոր մարդկային մարմնի հոգին իր ձեռքն ունի։ Սա մեջբերում էր Հոբի գրքի 12-րդ գլխի 10-րդ համարից։ Սիրելի ռադիոլսողներ, հիշենք, որ մենք բոլորս Աստծո ձեռքերի մեջ ենք, հանձնվենք նրան և ապրենք մեր կյանքը ապահով վստահելով ամենազոր